Արիական ողջույն։ Այսօր կնշենք, թե սեռական զսպվածության անցնելուց հետո 100 օրվա մեջ ինչպես է փոխվում տղամարդու տեսքը և ինչ փոփոխություններ են լինում ընդհանրապես։ Օնանիզմը ազդում է ոչ միայն հոգեբանության, այլ նաև մարմնի վրա, և տրամաբանական է, որ պոռնոգրաֆիա դիտելը և ձեռնաշարժությամբ զբաղվելը թողնելուց հետո լինում է թե հոգեբանորեն, թե ֆիզիկական մարմնի և թե ինքնագնահատականի բարձրացման տեսանկյունից դրական փոփոխություններ։ Առաջինը դա հաստատակամության անցնելուց հետո 2-3 շաբաթ անց սկսվում է նկատվել ավելի թարմ արտաքին տեսք։ Իսկ օնանիստները շատ հաճախ երևում են հոգնած, ասես միշտ չեն հասցրել քնել կամ ընդհանրապես չեն քնել։ Եվ դա հոգնածություն է, այլ ոչ թե այդպես թվում է։ Տղամարդու մարմինը և ամբողջ օրգանիզմը չի հասցնում մինչև վերջ վերականգնվել սերմնահեղուկի կորուստից հետո, քանի որ ամբողջ տղամարդու մարմնի ուժը գնում է սերմնահեղուկ ստեղծելու վրա։ Եթե տղամարդը անընդհատ կորցնում է սերմնահեղուկը, ապա նրա մարմինը չի հանգստանում, և օրգանիզմը օգտագործում է իր պահուստային օրգանական նյութերը, և այդ պատճառով մարդու մոտ սկսվում է վիտամինների և օգտակար հանքային նյութերի դեֆիցիտ։ Զուգահեռ նրան, որ տղամարդը պետք է վերականգնվի և նրան անհրաժեշտ է սնվել առողջ սնունդով ու քնել հանգստանալ, շատ տղամարդիկ կան, ովքեր սերմը դատարկելուց հետո գնում են աշխատելու։ Նրանք ուտում են վնասակար սնունդ և ընդհանուր առմամբ չկա բավական վերականգնում, և 1-2 օրից նրանք նորից դատարկում են իրենց սերմը։ Դա մշտական ծանրաբեռնվածություն է, և դա արտահայտվում է տղամարդու արտաքին տեսքի վրա։ Նա քայլում է ինչպես զոմբի, նա միշտ ներփակված է։ Նրան դժվար է համագործակցել և շփվել մարդկանց հետ։ Ինչքան շատ է օնանիստը դատարկում սերմը, այնքան նրա արտաքին տեսքը ավելի հոգնած է։ Եթե նա անցնի 2-3 շաբաթ սեռական զսպվածության, նրա արտաքինը ավելի թարմ կդառնա։ Մարդիկ սկսում են նկատել, թե ինչպես է փոխվել այդ տղամարդը, թարմացել և արտաքնապես գեղեցկացել, լցվել էներգիայով, առողջացել, ավելի լավ է շփվում և ավելի կենտրոնացած է կյանքի վրա և քիչ է ընկնում երազանքների գիրկը։ Սովորաբար օնանիզմը 50% դեպքերում առաջացնում է մուգ շրջաններ աչքերի շուրջը, և եթե դուք այդ տղամարդկանց շարքում եք, ապա ասեմ եղեք հավատացած, որ մոտ 1 ամիս հաստատակամության ընթացքում կանցնի աչքերի շրջանի մկրության պրոբլեմը։ Երբ օրգանիզմը չի ստանում բավական քանակությամբ օգտակար օրգանական նյութեր սերմի կորուստի պատճառով և չի հասցնում արագ վերականգնվել, առաջանում են մաշկի հետ կապված խնդիրներ։ Մաշկը ոչ միայն տուժում է, այլ նաև օնանիստների մոտ պզուկները և թարախաբշտիկները բորբոքվում ու շատանում են։ Այդ ամենը կապված է հորմոնալ արագ փոփոխությունների հետ, որը կապված է հենց օնանիզմի հետ։ Ընդհանուր առմամբ օնանիստները ոչ միայն ունեն պրոբլեմ մաշկի հետ, ավելին, օնանիստների մաշկը վատ հոտ ունի և արագ էլ կեղտոտվում է, և նրան հարկավոր է հաճախակի լողանալ և լոգանք ընդունել, իսկ հաստատակամությունը դարձնում է մարդուն ավելի մաքուր, և նրան ինչ-որ ժամանակ հետո արդեն պետք չէ հաճախակի լողանալ, քանի որ երկար սեռական զսպվածությունը դարձնում է մարդուն ավելի մաքուր, և անգամ քրտինքից այդպիսի վատ հոտ չի գալիս, ինչպես օնանիստների մոտ։ Իհարկե մաշկը նույնպես գալիս է լավ վիճակի։ Կա ինձ ծանոթ տղա, ով ծխող էր ու նաև օնանիստ։ Նա թողեց ծխելը, մտածել էր, որ իր աչքերի կողքի մկրությունը և մաշկի պրոբլեմը կանցնեն, բայց դրանք անցան մոտ 40%-ով։ Մաշկի բորբոքվածությունը մնաց։ Բայց երբ նա լսեց ինձ և թողեց ձեռնաշարժությամբ զբաղվելը, արդեն նկատեց, որ իր մաշկի բորբոքվածությունը անցավ։ Այդ պատճառով ձեր մաշկի վրա օնանիզմը նույնպես վատ է ազդում։ Կարևոր չէ դուք տղամարդ եք թե կին, դուք կունենաք պրոբլեմ մաշկի հետ, որովհետև դուք օնանիզմով զբաղվելով հարվածում եք ձեր հորմոնալ ֆունկցիային։ Ձեր մաշկը շատ քրտնում է և շատ ճարպ է կուտակում ու արտադրում։
Ձեր դեմքի արտահայտությունը հաստատակամության ժամանակ կդառնա այլ։ Սեռական զսպվածությամբ ապրողների և օնանիզմով զբաղվողների դեմքի արտահայտությունները զգալիորեն տարբերվում են։ Օնանիստները ունայն են և տխուր, և եթե նույնիսկ ուրախ են, ապա ժպիտի արտահայտությունը և հումորի տեսակը հիմարոտ է, իսկ հաստատակամության ժամանակ տղամարդու երեսը ավելի վստահությամբ է լցվում, նրա դեմքի արտահայտությունը հաճելի է, նրա աչքերը վառվռուն են, իսկ հայացքը գեղեցիկ և պարզ։ Հաստատակամության ժամանակ հոգեկան աշխարհը գալիս է լավ վիճակի, և դա լավ զգացվում է տղամարդու դեմքի արտահայտության վրա։ Դրան ուշադրություն են դարձնում բոլոր մարդիկ, այնպես որ ձեզ պետք է ընդամենը 3 ամիս, որպեսզի ամբողջությամբ վերադարձնեք ձեզ արտաքինի այն լավ վիճակին, որը պետք է ձեզ, որը կլիներ, եթե դուք չզբաղվեիք այդ չարաբաստիկ վատ ու վնասակար գործողությամբ ու չունենայիք կախվածությունը։ Միշտ եղեք հաստատակամ ու ջնջեք բոլոր ալիքները և կայքերը, որոնք տարածում են այդ մերկ կամ կիսամերկ կրքոտ նկարները։ Դրա փոխարեն, երբ ունենում եք միտք կամ հիշում եք սեռական որևէ խթանող բան, տեղում փոխեք միտքը և սկսեք կատարել ուժային վարժություններ, որոնք կհոգնեցնեն ձեզ և կցրեն մտքերը։